ենք Եվրոպական միության պատվիրակության առջև եւ կխոսենք հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանի հետ։ Բոլոր երիտասարդները միացել են այսօր հանրարդարության հետ կապված, իրենց խոսքն են բարձրաձայնում, ինչ կասեք այդ մասով եւ ձեր կոչը բոլոր այն երիտասարդներին, ովքեր չեն պայքարում այսօր հանրարդարությունների դեմ։ Տեսեք, մենք այսօր այստեղ եկել ենք Եվրամիության դեսպանատան առջև, քանի որ Եվրամիությունը ունի հստակ արժեքներ։ Այդ արժեհամակարգի հիմնական առանձնահատկություններից է նաև խոսքի ազատությունը, իսկ ներկայումս մենք տեսնում ենք, որ խոսքի ազատություն Հայաստանում առհասարակ չկա, եւ այս իրավիճակը Հայաստանում ծնում է քաղաքականներ, եւ մի կողմից մենք ունենք քաղաքականներ Հայաստանում բանտերում, իսկ մյուս կողմից մենք ունենք ռազմագերիներ ադրբեջանական բանտերում, բարձի բանտերում, ինչը որ ազգային արժանապատվությունը, այսպես ասած, գետնին է տալի, եւ մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, որ մեր իշխանությունները ոչ մի քան չեն ձեռնարկում, որպեսզի այդ մարդիկ վերադառնան հայրենիք եւ ուսանողներին, երիտասարդներին ոչինչ չի մնում, քանց թե հենց մենք պայքարենք եւ հենց մենք եկել ենք Եվրամիության դեսպանատան առջև, որպեսզի նրանք իրենց ձայնը բարձրացնեն, քանի որ ամենափոքր ձայնն, ամենափոքր օգնությունն կարող է հասնել նշանակետին եւ ունենանք մի իրավիճակ, որ այդ մարդիկ վերադառնան Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողներին ու երիտասարդներին, ովքեր որ չեն պայքարում, ես այնքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ եւ հենց դա է փաստում այն հանգամանքը, որ մեր ուսանողական կազմակերպության ամենանոր անդամները